3 տարի ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում աշխատած Արևիկ Պետրոսյանն այսօր պաշտոնապես հրաժարական ներկայացրեց։ Իր վերջին խոսքում Պետրոսյանը տեղեկացրեց, որ վերջին 3 տարում հեղինակել եւ համահեղինակել է 2 տասնյակից ավելի օրինագծեր, որոնք բոլորն էլ ընդունվել են եւ այժմ գործում են։ 16 տարի աշխատել եմ հանուն պետականության, ասաց Արևիկ Պետրոսյանը։ Տիկին Պետրոսյանն իր ելույթից հետո ծափահարող կուսակիցների կողքով անտարբեր անցնելով լքեց դահլիճը։ Արդյոք նեղացած եք կուսակցությունից։ Նեղանալ արդյոք քաղաքական կատեգորիա է, ոչ, որևէ մեկը որևէ բան պահանջել չի կարող։ Դա եղել է կուսակցության որոշում, որ ես ընդունել եմ։ Տիկին Պետրոսյանը շարունակելու է մնալ կուսակցության անդամ։ Միայն մամուլից է իմացել, որ իրեն պատրաստում են առաջարկել Սահմանադրական դատարանի անդամի պաշտոն եւ արդեն դեմ չի։ Արդարադատություն իրականացնող բարձրագույն մարմնում պաշտոն զբաղեցնելը բարձր պատիվ է։ Արևիկ Պետրոսյանը ամենայն հավանականությամբ չի մասնակցի ազգային ժողովի փոխնախագահի Փակ գաղտնի քվեարկությանը։ Մեր հարցին նա բավականին բազմիմաստ պատասխանեց։ Հարց պատասխանակնկալում է Փոխարեն ազգային ժողովի աշխատանքներին արդեն ակտիվ մասնակցում է ազգային ժողովի ապագա փոխնախագահ նախկին ՕԵԿ-ական Սամվել Բալասանյանը։ Ինտեգրվել եմ եւ ասում է պետք է ակտիվ աշխատանք ծավալեմ, ոչ թե միայն ազգային ժողովում, ասենք կապված բարգավաճ Հայաստան կուսակցություն, նաեւ այն տարածքին, որտեղ ես ունեմ ուղիղ ընտրողներ։ Սամվել Բալասանյանը չհերքեց, որ իր ճակատին օրինաց երկիր է գրված։ Ճակատին գրված մնաց օրինաց երկիր եւ ես այդ բառերը պատահական չեմ ասել։ Այդ բառերը ասել եմ նվիրվածության աշան ունենալ։ Լրիվ նույն նվիրվածությունը ունեմ Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ կապված, աշխատելու եմ չփոխելով իմ սկզբունքները։ Այսօր Սամվել Բալասանյանի ճակատին ՕԵԿ-ից բացի 2 նոր գրություն է ավելացել։ Առաջ Հայաստան, Բարգավաճ Հայաստան։ Իդեպ որպեսզի ինքը միայնակ չլինի ճակատագրով, լրագրողներին էլ տեղեկացրեց։ Օրենքի երգից ձեր ճակատին էլ է գրված։ Ուրախ եղեք, որ գրված է։ Դիանա Մարկոսյան, Սևակ Գրիգորյան, IPV։